Եթե քո տղամարդը ծնվել է, կապ չունի որ ամսվա, 3-ին, 21-ին կամ 12-ին, եւ դու էլ կապ ունես այդ թվանշանների հետ, այսինքն դու էլ ես ծնվել 3-ին, 21-ին կամ 12-ին, 2-ին, 1-ին գումարում ենք 2, անում է 3, հա, 21-ը, 2-ին գումարում ենք 1, անում է 3, սա խոսում է մենակ մի բանի մասին, որ երբեք կանանց եմ խորհուրդ տալիս, թույլ չտաք, որ ձեր տղամարդը, եթե էլի հոգուտիվը նրա անում է 3-ը, որ նստի ձեր գլխին, որովհետև դուք կարող եք թույլ տալ, որպեսզի, հա, ինչ-որ բեռ դուք ինքներդ վերցնեք ձեր վրա, այդպիսի մարդկանցից լինում են, տղամարդկանց մասին է խոսքը, առաջինը Ալֆոնսներ, եւ նրանք կարող է տեսնեն, եթե դուք անում եք իրենց համար, մտածեն ինչու ես անեմ էլ ինչ-որ բան, հա, եւ պարտավորվածությունը վերցնում են, գցում են ձեր վրա, որ դուք եք սկսում անել, երես տալ եւ այլը, հա, ինչի համար եմ ես սա ասում, որովհետեւ դա իրականում այդպես է, ես ինքս նաեւ մարդկանց եմ տեսնում, արդեն հասկանում եմ, որ օրն է ծնվել, անգամ եղել է վերջերս էլ մոտեցել եմ, հարցրել եմ, պարզվել է, որ ես ճիշտ եմ, այնպես որ սիրելի կանայք, եթե ձեր տղամարդիկ ծնվել են, ուրեմն 3, 12, 21 թվանշանների ներքո, փորձեք թող իրենք աշխատեն, որպեսզի դուք հենվեք նրանց վրա, այլ ոչ թե դուք աշխատեք, իսկ նրանք տանը ոտքը գցեն ոտներին եւ դուք աշխատեք նրանց պահեք, կարծում եմ մի փոքր ինֆորմացիա տվեցի, ինչը շատերին կհետաքրքրի, նաեւ մի հետաքրքիր բան էլ, 3 թվանշանի ծնված տղամարդիկ, նաեւ 21 եւ 12, նաեւ կարող են ձեզ վրա ձեռք բարձրացնել, հաշվի առնելով, որ դեռ դուք եք հələ մի բան էլ աշխատում եւ նրանց պահում, հա, հետեւությունները դուք արեք, սիրելի կանայք։